Բարև ձեզ, ես Վարդանն եմ, ողջունում եմ ձեզ թվանք հաղորդման եթերում, այսօր ձեզ եմ ներկայացնելու դասական որսորդական զենք, MP27-ն է, 12 տրամաչափի։ Ուրեմն ինչ կարելի է ասել զենքի մասին, այս խզակոթը եւ փողակալը պոպոկի փայտից են, այստեղ ունենք փորագրված սիրուն արջուկ, գրակումը 12 տրամաչափի փամփուշտներ եւ նախատեսված է հիմնականում սա շատ կհարգեն որսորդները, նախատեսված է հենց որսի համար։ Դասական որսորդական զենքը ուղղահայաց փողերով, երկփողանի ուղղահայաց փողերով, սա իր լիցքավորված տեսակն է։ Հիմա բացում ենք, ապահովիչը գտնվում է այս հատվածում, սխմում ենք առաջ լիցքավորելուց հետո նոր հնարավոր է կրակել։ Մի քիչ խոսենք տրամաչափի մասին, այս պայն իմ ձեռքին են 32 գրամանոց, 3 համարի կոտորակներով հագեցած փամփուշտներ, սրանք 3.3 մմ-անոց գնդակներ են մեջը լցրած, տարատեսակ թռչունների վրա որսի համար է նախատեսված, իհարկե այս տրամաչափով նաև հնարավոր է խոցել մարտական պայմաններում դրոններ, բայց ոչ այս զենքով, քանի որ ինքը այդ արագաձգությունը չունի։ Ինչպես է առաջացել այս հասկացողությունը առհասարակ, մի քիչ պատմական ակնարկ տրամաչափի, երբ որ դեռ մուշկետների ժամանակ գնդակներ էին հալեցնում արջիճից, եթե չեմ սխալվում, դա Մեծ Բրիտանիայից է սկսվել, այնտեղ 1 ֆունտ արջիճից, եթե ստանում էին 12 հատ գնդակ, այդ ֆորմայի մեջ լցնելուց հետո, այդ կոչվում էր 12 տրամաչափ։ 16 հատ գնդակ էին ստանում, 16 տրամաչափ եւ ունենք 20 տրամաչափի, այդ էլ հետեւաբար 20 հատ գնդակ էին ստանում։ Ստեղից ստացվեց, որ ինչքան թվերը մեծանում է, տրամաչափի գրածները, այդքան իր տրամագիծը փոքրանում է, քանի որ այդքան ավելի շատ փամփուշտ էր ստացվում 20 տրամաչափի դեպքում։ Ինչպես արդեն նշեցի, որսորդներն են շատ սիրում այս զենքը։ Այս զենքը առաջին անգամ ցուցադրվել է 1972 թվականին, իշ 27 էր այն ժամանակ կոչվում, դրանից հետո անցնելով որոշակի այս պողպատի որակի եւ այդ փայտի մատերիալի մոդիֆիկացիաներ զինագործության մեջ կոչվում է MP Mechanical Plant 27, այսինքն երբ որ որոշեցին արդեն արտահանեն Բայկալ գործարանը սույն զենքը, արդեն այդ սերիան կոչվեց MP ու համապատասխանաբար սա իշ 27-ին համապատասխանող MP զենքն է եւ MP27-ը կոչվում։ Այս տվյալ զենքը հասանելի է Ազատազեն հրաձգանում գտնվող թվանք ռազմախանութում, 18 տարեկան լրացած անձինք արդեն իսկ կարող են ձեռք բերել ողորկափող հրացան, 18-ից 21-ը, 21-ից հետո կարող եք արդեն գալ էլի թվանք ռազմախանութ, տեսնել բազմաթիվ ակուսափող զենքերի տեսականի ունենք, հաճույքով կօգնենք որևէ հարցում, եթե խորհրդի կարիք կա, նաև մեր մոտ այսօր 5-շաբթի է անցկացվել գործնական եւ տեսական քննություններ զենքի ձեռքբերման։ Այսքանը տեսական մասից, գնանք մի քիչ կրակենք։ Իդեպ մեր նախորդ հաղորդումներում եւս 12 տրամաչափի զենքեր նկարել ենք, ինչպես նաեւ ցուցադրել ենք, թե ինչպես կարելի է ինքնաշեն փամփուշտներ սարքել։ Մեր Արտուրն անգեր սարքե, ես ինքս եմ ավելի վատ որակի պատրաստ է։ Այն լավ ժամանակներին մենք ամառն էինք նկարում եւ կրակում էինք ձմերուկների վրա, ֆրեշ էինք սարքում ձմերուկային, իսկ հիմա պետքա կրակենք այն ափսեների վրա ու փորձենք թռիչքի ժամանակ խոցենք ափսեները, այդպիսով իմիտացիա անելով որսի։ Սկսենք։ Լիցքավորում եմ 2 հատ փամփուշտ, այս մեկը ծռվել է։ Փակում ենք, ապահովիչից հանում։ Պատրաստ եմ։
համարյա։ Էլի չկպավ։ Սրանք սխալ ափսեներ են։ Լավ չի գցում, շպրտողն էլ, այո։ Քինայց։ Չի կպնում ախպեր ջան, ինչ անեմ։ Լիցքավորած է։ Յանի ես եմ, չէ՞։ Ջանա։ Գցողից էլ այլ լիքը բան կախված։ Դավայ։ Ախպեր, նու պետք է պլանկով նայես, պլանկեն չերևա, մուշկեն երևա, մուշկեն շատ է բարձր։ Քինայց։ Are you ready? Ահա։ Էլի։ Հա։ Այսպիսով ավարտում ենք նաև հրաձգության մասը, ինչ կարամ ասեմ զենքի մասին։ Բավականին տենց զգացվում է, որ ինքը պինդ։ Մի քիչ լավ մարզավիճակում գտնվող մարդու համար է։ Ունի շոշափելի հետ հարված, սակայն արժանի է գնվելուն, ունենալուն եւ բարբերաբար մարզվելուն։ Լավն է։ Այսքանով ուզում ենք ավարտել այսօրվա թվանքը։ Շնորհակալություն ձեր ժամանակը տրամադրելու համար։ Բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, սոցիալական կայքերում ենք ներկայացված, ինչպես նաև ավելի որակյալ հաղորդումներ ստանալու համար կարող եք բաժանորդագրվել, ձեր աջակցությունն ունենալ Patreon-ին բաժանորդագրվելու միջոցով։